Հարգելի լրագրողներ, նախ կներեք ինձ ձայնից տատանումների համար ընթացքում, կասեք, եթե ցածր խոսեմ, կփորձեմ բարձր։ Թույլ տվեք ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվելու համար, այս ասուլիսը լուսաբանելու համար։ Նաև ներողություն խնդրել ձեզանից, որ առաջին 2-3 օրը չէի կարողանում խոսել ձեզ հետ, բայց ձեր ներկայությունը այստեղ ինձ հուշում է, որ արդեն ներել եք։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորիցդ։ Այսօր հացադուլի, որը հայտարարել ենք մարտի 1-ին, 12-րդ օրն է։ Եվ բոլորը տեղյակ եք, թե ինչին էր ուղղված այդ հացադուլը։ Իրականում սա խնդրանք էր Ռուբեն Վարդանյանին, իմ եւ իմ ընկերների Արտավազդ Ալավերդյանի եւ Վարդան Ավագյանի կողմից մեր ավագ ընկերոջը խնայելու իր կյանքը, որովհետև մենք բոլորս շատ քաջ գիտակցում ենք, թե Ռուբեն Վարդանյանի կյանքը ինչ արժեք ունի հայ ժողովրդի համար։ Մենք նաև ցավով արձանագրում ենք, որ միշտ չէ եւ ամենուր չէ, որ հայ մարդիկ հասկանում են, ով է Բաքվի բանտում։ Բայց այս օրի ձեր լուսաբանման նաև շնորհիվ եւ բազմաթիվ այլ միջոցառումների շնորհիվ ավելորդ է ասել իր ձայնային ուղերձի մասին, մարդիկ սկսեցին տեսնել Ռուբենին, ոչ թե նայել նկարները ցավալ, այլ տեսնել, ով է, ինչպիսին է, ինչի մասին է Ռուբեն Վարդանյանը եւ ինչ է անում այսօր Բաքվի բանտում բոլոր հայերի համար, Հայաստանի Հանրապետության համար։ Ով կույր է, նա չի տեսնի միայն։ Ես մի սիրելի ընկեր ունեմ, խուլ ու համր, ամեն օր բելան գալիս էր ու ասում, որ ինքը իմ կողքին է ու գիտի ինչա կատարվում ու տեսնում է, ինչի համար ու ինչ ենք անում։ Այնպես որ միայն իրականում թույլ տվեք ասել, նրանք ովքեր ուղեղով տկար են, ահա նրանք չեն տեսնում։ Մնացած բոլոր մարդիկ տեսնելու են հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնվելու է ու թող թանկ գին ենք վճարում բոլորս, բայց դա տեղի է ունենալու։ Այս 2 օրը, 3 եւ այսօր մենք զրույց ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, բարբերաբար ենք խոսում, բայց այս 2 օրը նրանք մեծ հետ խոսեցին այլ բովանդակության, հարգարժան իր կինը հարգարժան տիկին Վերոնիկա Զոնաբենդը եւ քույրը շատ սիրելի տիկին Մարինա Ալեսը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը։ Մեզ հորդորել են ուժեղ պահել Ռուբենին, որպեսզի հանկարծ այստեղ մեր քայլով որևէ կերպ նա այնտեղ վատ չզգա նաեւ մեզ համար, այնտեղ էլ լինի ամուր ուժեղ նաեւ մեզանով։ Նրանցից առավել որևէ մեկս չենք ուզում նրա վերադարձը, սա երկրորդ կարծիք այստեղ չկա։ Եվ հետևաբար մենք խոսելով իրենց հետ խոստացել ենք, որ կդադարեցնենք հացադուլը եւ տիկին Ալեսը նաեւ խնդրանք ուներ, նաեւ պատրաստ էր հրապարակային այդ մասին ասել, եթե կա ձայնագրությունը, կուզեմ մի փոքր լսեք, թե այդ տաղանդաշատ կոմպոզիտորը, մարդը, քույրը ինչպես է մեզ բոլորիս գոտ է պնդում, չնայած որ տեսնում է, թե իր եղբայրը ինչ վիճակում է, բայց նա ճանաչում է իր եղբորը եւ նրա սկզբունքայնությունը գիտի։ Եթե կմիացնես, կուզեմ ուղղակի դուք էլ իմանաք, թե ինչպիսի մարդկանց հետ գործում ենք։ Հաջան։ Ես քեզ շատ անկեղծ առաջին հերթին շնորհակալ եմ քո կատարված ազնիվ գործողության համար, որովհետև ճաղերի այն կողմում գտնվողի համար այդ գործողությունը դա միակ հնարավորն է։ Մենք այս կողմից գտնվելով դա ծայրահեղ, բայց պարտավորեցնող գործողություն է այն առումով, որ դու պետք է լինես ոգի շնչող եւ ամրացնող ուժ այս կողմից։ Հասկանում ես, մենք իրավունք չունենք այս կողմից լինեն թուլացած։ Դա իր համար սարսափելի բան կլինի այդ հասկանալը ու զգալը։